Լարսը փակ է փաստը մարզանագրում, ասում կարող է հեղուկ գազը մենք ենք։ Պատճառը ո՞րն է փակվելու։ Եղանակային պայմաններում Լարսը փակ Շատ է։ լավ, բայց հորմուզին հերոստալի բայց ասում եմ Իրանի պատերազմի հասկանաք, մի րոպե։ Հարց եք տվել, պետք է լսեք, որ այդ մի հարցի մի 100 անգամ պատասխանեք։ Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավել տնտեսական սուբյեկտներ։ Որևէ մեկը նույնիսկ չի գերազանցում 10% շեմ, այսինքն դաշտը խիստ մրցակցային է։ Եվ տեսականորեն որևէ մեկը չի կարող գեշկով դիք չարաշեն, որում օրենքում արգելված է 10%-ից ներքև որևէ տնտեսվորի նկատմամբ որևէ process գեներացել ամբողջ աշխարհում։ Եթե դաշտը խիստ մրցակցային է, եւ բոլոր տնտեսվարողները կարող են իրար մրցակցել, այսինքն չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որ կարող է դեֆիցիտ ստեղծի, արհեստական խնդիր ստեղծի։ Մի րոպե լսեք էլի։ Մի րոպե լսեք, որպեսզի հասկանանք։ Ասում եթե չկա խիստ որևէ մի տնտեսվարող, որը ունի գերիշխող, որ կարող է չարաշահել, նշանակում մրցակցության հարցերով զբաղվող որևէ կառույց չի կարող միջամտել այդ տնտեսությունից։ Մենք ասենք պատճառը ո՞րն է, մենք ավարտենք բայից։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք, մենք Ռուսաստանի Դաշնությունից էր մատակարարվում գազը եւ չէր եկել, քիչ էր։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ունեին քիչ քանակի գազ, որպեսզի արագ իրաց գազի գինը բարձրացրել էին։ Իսկ ցանկացել է այնտեղ Ռուսաստանում, մեկ էլ invoice-ը ինչքան է այնտեղ, դուք տեղակ եք գներից, օրինակ ինչքան այդ մարժան ինչքան է, կարող է օրինակ շատ են մեջը մտնում։ Չէ, չի կարող։ Ասում որտեվ 100 քանի հոգու դեպքում եթե մեկը շատ է, ասում քիչ կմտնի։ Մյուսն էլ մեկը մեկին ձեն է տալիս կամ 196 հոգի իրար ձեն են տալիս։ Դες տեսականորեն ուղղակի մեկը օրինակ մանկասնը 300 դրամ է դարձել, դուք տեղանել եք, չնեք, դա արհեստական բարձրացում չի։ 180 մանրամասն բացատրեցին օրենքը։ Այսինքն նույնիսկ օրենքով արգելված է 10%-ից ավել պակասի դեպքում որևէ process գեներացնել դա ամբողջ աշխարհում։ Պարոն Գևորգյան, նայեք, պատկերացնում եք, ասենք 10000 հոգի ինչ-որ գործով են զբաղվում։ Դա տեսականը նշանակում չեն կարող իրար այդ պայմանավորը լուրացնենք հակամրցակցային 8% հա մենաշատը։ 9% է նախկինում, 8-9-7։ Լավ, invoice-ից տեղյակ եք, այնտեղից ձեռք բերման գինը ինչքան է, գները չեն ասելու։ Հա, որտեվ առտրեն գա։ Պարոն Գևորգյան, էկոնոմիկայի նախարարը, պարոն Գևորգյան, էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ տնտեսվարողներից մեկը ադրբեջանական բենզինը ներկրում, բայց վաճառում է ավելի բարձր գնով, ասենք մյուս ներկրված բենզինի, այլ երկրներից ներկրված բենզինի գնով, եւ ասաց, որ այդ տնտեսվարողի հետ համաձայնեցված չի, անունը չեն կարող տալ։ Վարույթ կա հարուցված ինչով, որ հարցով հայտարարության մեկ էկոնոմիկայի նախարար, թե որ մեկի վրա, որ մեկը ադրբեջանական բենզին է ծախում տան գնով գնան վարույթ։ Այսինքն այդտեղ մրցակցությանն է։ Ասում որ հարցի շուրջ, որ ասեք, ասեմ, վարույթ շատ բենզինով վարույթներ ունենք, որ հարցով։ Որքան է վաճառում։ Այսինքն այդտեղ մրցակցային խնդիր, հակամրցակցային խնդիր չկա, այսինքն մրցակցության բան լավ չեմ պատկերացնում, բայց մենք ասեմ մենք ինչ վարույթ ունենք, մենք ունենք գործընթաց մենք նախ 3 դատական գործ պարտվել ենք, դա էլ ասեմ, առաջացանի դատան, դու դատանը կարծել որ բենզինի գները որ բարձրացրել էին, մենք սխալ ենք պատկերացրել, դա բարձր չէ, հիմա վերակնիչ բողոք ենք տանում եւ այս նորից գործընթաց ունենք բենզինի շուկայում, իհարկե չեմ կարող ասել, չեմ պատկերացնում ինչ եք ասում էլի, Ենթադրում եմ ինքը նկատի ունեցել պարոն Պապայանը, որ Հայաստանի Հանրապետությունում մատակարարված բենզինը կամ դիզելը չեմ կարող ասել ինչ ասել Ադրբեջանից, երկու տնտեսվարող էին բերում եւ ստեղի մյուս տնտեսվարողները ձեռք էին բերում եւ ենթադրում եմ իրանք չէին հայտարարում որ ծախել են ադրբեջանական բենզին, այլ երևի հայտարարում են։ Մենք այդ հարցումները ճիշտ ասած ուղարկել ենք CPS ընկերությանը եւ CPS ընկերությունը մենք ասել է որ այդ բենզինը դեռ չի վաճառվում, պահում է։ Բայց